Վարդան Վարդանյան, պարզվում է Թրամփը Գրինլանդիան ուժով չի վերցնելու։ Այսօր հունվարի 21-ի երեկոյը Վաշինգտոնում եւ խոսենք ինչ կատարվեց Դավոսում։ Թրամփը թռավ Դավոս, նախքան թռնելը օդանավ փոխեց, որովհետեւ մի ժամ թռել էր, չգիտեմ ինչ բան փչացել էր, հետ եկավ օդանավը փոխեց, նորից թռավ, համենայն դեպս հասավ Դավոս եւ սկսեց իր բանակցությունները։ Ասեմ, որ Դավոսով չի իմանում, ասում են, որ իբրև թե տնտեսական, էկոնոմիկական ինչ-որ ժողով է, համաժողով է, որ ամեն տարի լինում է, բայց իրականում, այսպես ասած, ավելի շատ հարուստների համար, միլիարդատերների համար տեղ է, որ կան իրար հանդիպեն դժան, այսպես ասած, պետական գործիչների հետ։ Այդ ընթացքում պետական գործիչներն էլ ըստ կարիքի, եթե պետք է լինում, իրար հետ այնտեղ հանդիպում են, բայց շատ որոշումներ ընդհանրապես չի կատարվում։ Բացի այս տարի, ուրեմն քանի որ Թրամփը մինչև 3 հաստատում էր ամբողջ աշխարհին, որ ինքը լավով կամ վատով վերցնելու է Գրինլանդիան, որտեղ դա պետք է Միացյալ Նահանգների ապահովության համար, ինքը ուրեմն ժողովուրդը շատ խառնվել էր իրար, ՆԱՏՕ-ի երկրները հաստատում էին, որ սա կքանդի ամբողջ ՆԱՏՕ-ն, եւ նույնիսկ 3 նախքան Թրամփի հասնելը, ուրեմն ճառեր եղան, որը համարյա բոլորը քննադատեցին իր պլանները կամ իր հաստատումները։ Իսկ ամենալավը այդ հարցում իհարկե ամենաստրատեգիական պլանավորված խոսացողը դա Կանադայի ուրեմն վարչապետն էր, որը ուղղակի սպանեց ամբողջ Թրամփյան փիլիսոփայությունը, ասելով որ դա բուլիների բան է, պետք չի դրան տրվել, եւ երբ որ մեծ երկրները պետությունները սկսում են այսպես իրենց պահել, միջակ պետությունները ինչպես պետք է իրար հետ համագործակցեն եւ պայքարեն այդպիսի գերպետությունների հետ։ Իհարկե բոլորը հասկանում էին, որ սա բուլինով է եւ ու մասին է խոսքը գնում, բայց ինքը անձնապես անունը չտվեց։ Բոլորի համար պարզ էր, որ դա Թրամփի մասին է խոսում, Միացյալ Նահանգների մասին։ Համենայն դեպս, ըստ երևույթին, այդ ճառը Թրամփը լսել էր շատ մանրամասնորեն, որտեղ հենց որ ինքը հայտնվեց եւ իր ճառի մեջ նույնիսկ նշեց, որ այո, Կանադան մեր հարևան է, բայց մեզ ոնց որ թե այլևս ընկեր չի եւ այլ այսպես բաներ, ես իրենց սպիչը լսեցի։ Բոլոր դեպքերում Թրամփի տոնը փոխված էր։ Շատ այսպես boring ձևով, մոնոտոն, ինչ որ կարծես կարդում էր, երբ որ ինքը մի բան կարդում է, ինքը ոչ մի բան չունի, բայց ընդհատում էր, այսպես ասած, մեջբերումներով իրենից, իմպրովիզացիաներ էր անում, որ ընթացքում հանկարծ ինքը զարթնում էր, կարծես թե։ Տիպիկ Թրամփյան ինչ-որ երկար ժամ, մի ժամից ավել, մի ժամ 15 րոպե, թե 20 րոպե խոսած, իրեն համար շատ երկար բան էր, հենված պոդիումի վրա հազիվ էր կանգնում։ Ինչևից է։ Ուրեմն մինչ այդ երեկվա հաշվով նախքանից էր այս վերջի ճառը, հիմա կասեմ ինչ ասեց դրա ընթացքում, արդեն ավելի մանրամասն եվրոպական համայնքը ուրեմն կասեցրել էր, դադարեցրել էր քննարկումը, ուրեմն Թրամփի հետ տնտեսական տարիֆների հետ կապված համաձայնությունը, որ հիշում եք ինքը նորից բարձրացրել էր, հետո բնակցեցին երկար-բարակ, իջացրեցին 15%-ի, հետո Թրամփը նորից հայտարարեց, որ ով որ իմ կողմը չի Գրինլանդիայի հարցում, որ պետք է Գրինլանդիան անցնի Միացյալ Նահանգներին, նրանց վրա տարիֆները կբարձրացնեմ։ Կարծես այդ ամբողջ պայմանավորվածությունը ոչինչ չարժեր, հա։ Ստրասբուրգից ուրեմն հայտարարեցին, որ դե մենք էլ կասեցնում ենք, այս հարցը չենք հաստատումը չենք նույնիսկ քննարկելու, մեջը տեսնենք ինչ է կատարվում։ Հիմա Թրամփը եկավ, այդ ընթացքում ասեմ, որ դրա պատճառով շատ պեսիմիստական էին շուկաները նայում, հա, stock market-ը, թե ինչ է լինելու, եւ 3 stock market-ը մեծ անկում ապրեց։ Արժեթղթերը եւ այլն։ Թոշակների ֆոնդերը, որ ներդրում են սովորաբար stock market-ում, դրանք էլ մեծ կորուստներ ցույց տվեցին, TSP government worker-ների համար, հետո 401k-ն ասում եւ այլ այդպիսի բաներ։ Դրա հետ միասին ռեփաբլիկանները, հատկապես ղեկավարությունը, որ մի քիչ բան է հասկանում ստրատեգիայից, ասում են, որ սա disaster է, սա չի կարելի բան անել, այսպիսի ՆԱՏՕ-ն քանդել, այսպես բաներ անել, ՆԱՏՕ-ի երկրից պետք չի հարձակվել, դու Պուտինը չես, ես կոմ ենք կոմ։ Դա իսկական Պուտինի գաղափարախոսությամբ
Պես Պուտինը ասում էր, որ Ուկրաինան պետք է ես վերցնեմ, որպես իմ ապահովությունը ապահովեմ, որտեղ այնտեղ ՆԱՏՕ-ն մոտիկ անում է իրան, իսկ Թրամփն ասում էր, քանի որ կարող է պատահի Ռուսաստանը, Չինաստանը մոտենան եւ Գրինլանդիան վերցնեն, ես պիտի նրանցից շուտ գնամ գրավեմ Գրինլանդիան։ Այսինքն նույն բանով են աշխատում այս երկու զրույցներին։ Համենայն դեպս իր այս երկար բարակ ճառի մեջ, որ ինքը սկսեց կարծես թե զեկուցում էր իր մեծ հաջողությունների մասին, իր հունվարի անցյալ, ինչպես գիտեք, հունվարի 29-ին ինքը դա երթում ընդունել դարձավ պրեզիդենտ եւ մինչեւ հիմա, դա մի տարի արդեն անցավ եւ ամբողջ իր հաղթանակների մասին պատմեց, այդտեղ հիշեց նաեւ թե 8 պատերազմ է դադարեցրել, Հայաստանի եւ Ադրբեջանը չկարողացավ արտասանել էլի, Արմենիան Աբադաջան ինչ որ մի բան ասեց, այդպես գլուխը գոված մի խոսքով ու անցավ վերջնապես Գրինլանդիայի հարցին, որտեղ ասեց, որ արդար չի, Գրինլանդիան չի կարող պահել այդ սարսիկը տորը, իրանցի պետք էլ չի, չգիտեմ ինչի է Իրանը համարվում, իրանք շատ անշնորհակալ են, մենք միշտ իրանց պաշտպանել ենք, երկրորդ համաշխարհայինում Դանիան գերմանացիների հարձակումին ընդամենը 6 ժամ դիմացավ եւ այդ մենք էինք, որ երկրորդ համաշխարհային ժամանակ եկանք Գրինլանդիա եւ պահում էինք դա, իսկ դա շատ կարեւոր էր, որպեսզի օգնության այդ լենդլիզի նավերը հասնեն Եվրոպա, Սովետական միությունը վայրեն, չգիտեմ ինչի, այս բոլոր պատմությունները դա էլ սովորել երևի Պուտինից, sense պատմական ակնարկներով է խոսում ամեն ինչը, եւ ասեց, բայց sense տխուր, բայց դե ինչ ասեմ, ես ուզում եմ, որ դա լինի, դուք պետք է մի քիչ ավելի շնորհակալ լինեք, ես մի շատ բան չեմ խնդրում ձեզանից, մի հատ սառույցի կտոր եմ խնդրում, չկարծեք, որ ընդեղի հանածոների համար, բանկերի համար եմ ուզում, այդ հազվադեպ մետաղների, ընդեղ մի բան էլ չկա, հանել էլ չի լինի, շատ թանկ է, որտեղ սառույցների տակ է, ինչ որ մի քանի 100 մետր եւ այլս բաներ պատմեց։ Հետո ասեց, որ դե ասում են, որ ես պիտի ասում են, որ նա ինքն էր ասում, չեր ժխտում, որ կարող է ուժով վերցնի, հիմա ասեց, որ չէ, ուժով չեմ վերցնելու։ Կարծես թե աշխարհը շունչ քաշեց։ Այդ ասածը առավոտյան, ուրեմն Վաշինգտոնի ժամանակով, Ամերիկայի ժամանակով առավոտյան, իհարկե Շվեյցարիայում ավելի ուշ, կեսօրից հետո կարծես մի անգամից շուկաների վրա ազդեց եւ շուկաները սկսեցին բարձրանալ այդ անկումից նորից այսպես ասած կանաչեցին, հա, լավացավ ամեն ինչը։ Չտեսնված պոզիտիվ ձևով մի քիչ բարձրացավ, մի քիչ իջավ, դեռ չգիտեն թե ինչ պատասխանը լինելու։ Ասեմ որ Եվրոպայի ժամանակով վաղ արդեն նորից կքննարկվի ՆԱՏՕ-ի հետ երկրների միջև, թե ինչպես պիտի մոտենանք սրան եւ այնտեղ կպարզեն թե ինչա լինելու իսկապես լավ է թե չէ։ Իդեպ ասեմ, որ են բոլոր որ զորքեր էին տարել, ամեն մեկը մի հատ, Բրիտանիայից մի զինվոր էր գնացել Գրինլանդիա, չգիտեմ, Գերմանիայից մի քանի հոգի էին գնացել, մի 20, մի 13 հոգի էր, ինչեր չգիտեմ, այսպես փոքր թվերով մարդիկ էին գնացել Գրինլանդիա, ինչ որ իրենց support-ը ցույց տալու իրենց օգնությունը, բարոյական եւ ձևացնելով, որ իբրև թե գնացել են ինչ որ կոորդինացիոն ռազմախաղերի եւ այլ դες բան չկար իհարկե, ցածեվական էր։ Բոլոր արդեն դուրս են եկել դա։ Եվ Թրամփը դրա վրա էլ խաղաց, որ դուք այդքան մարդ էլ չունեք, որ մի բան անեք, այսինքն եթե ուզենամ վերցնեմ ուժով, դա կվերցնեմ։ Բայց չեմ ուզում, ես բարի եմ։ Այս ձևի այդ բոլորը փակվեց, հետո ինտերվյուի ժամանակ էլի խոսացին, ինչ որ որոշ թեմեր կրկնեց։ Ինտերվյուից հետո իր հետ նստած էր ուրեմն ՆԱՏՕ-ի ուրեմն Secretary General եւ իր այդ խոսակցության ավելի ընկերական ձևով իր հետ լավ խոսած, բայց ուզեց շեշտի, որ դու որ կոճարի մեջ ասեցիր Թրամփին, որ մենք այնքան թույլ ենք, որ չենք էլ ես վստահ չես, որ եթե Ամերիկայի վրա հարձակում լինի, դուք կմասնակցեք, այն ինչ որ ինքն էր ասում եվրոպացիների ժամանակին։ Մարկ Ռուտեն ասաց, որ չանպայման կգանք օգնության, հիշում ես, երբ որ դուք կռվում էիք Աֆղանստանում, 9/11-ից հետո մենք զորքեր ուղարկեցինք, նույնը Իրաքում, իդեպ ամեն երկու ամերիկացի զինվոր, որ զոհվեց ուրեմն այդ պատերազմների մեջ, ՆԱՏՕ-ի անդամները մի զինվոր են կորցրել, այսինքն մոտ 50% հարաբերություն ա եղել այստեղ։
մեկը երկուսի եւ մենք մասնակցել ենք։ Այս էլ իրա ոնց որ ասում են լավով վերջացնելու օրը իրա Թրամփից հետո Թրամփը լավ sense հոգնած էր sense շատ thank you այլ ուժ չուներ երևի վեճ սկսելու այդտեղ կամ չէր ուզում սկսեց գովալ իր նախարարներին Մարկ Լյուտեի մոտ հա բանին գոված դրանից առաջ հա Մարկո Ռուբիոին որպես շատ լավ դիպլոմատ աճ տեսնված ինքը իրան ոնց որ մի քիչ դիպլոմատիա է սովորացնում բան եւ այլ այսպեսի բաներ ու այս ոնց որ դե վերջացավ այս բոլորը կարծես թե բոլորը ուրախ էին հա շուտով դրանից հետո հայտարարություն դուրս եկավ հիշենք որ մինչև 3 անընդհատ սպիտակ տուն ասում էր որ չենք բացառում ուժի գործածությունը, չէ, հիմա ինքը դուրս եկավ ասաց որ չէ, չենք բացառում եմ, չենք անելու տենց բան։ Հակառակը դուրս եկան եւ հայտարարեցին, որ համաձայնության բանի են եկել ՆԱՏՕ-ի երկրների հետ, կոնկրետ Մարկ Ռուտեի հետ, framework on Greenland has been reached։ Այսինքն Գրինլանդի վերաբերյալ բանակցությունների հարթակի ձևն ենք որոշել, թե ինչպես պիտի խոսանք, այսպես ասած, ինչ հարցերով, ինչ կողմերով պիտի մոտենանք հարցին։ Եվ շարունակությունը նորից քո թեմանում it gets us everything we need and it's the ultimate long-term deal we need։ Այսինքն մի կողմից թվում է թե դեռևս կոնկրետ բանակցություններ չկա, մյուս կողմից ասում եմ մեզ տալիս է ամեն ինչ որ մենք ուզում ենք դա ծայրահեղ ամենալավ ձևով որ մենք պետք ունենք այդտեղ ինչ որ դանիացիները ոչ չեն ասել երևի շատ գոհ չեն բայց ընդհանուր ՆԱՏՕ-յանից ուրեմն ՆԱՏՕ-ի գեն քարտուղարներ այդ բանը իր հետ ստերեոտիպ խոսացել եւ սպիտակ տուրը sense բան ասեց դե չանցած երեկոյան Թրամփը ինքը հենց կրած մի քիչ հանգստացավ երևի մի հատ էլ երկար բարակ թույթ ուղարկեց մի քիչ ավելի պոպուլացված ձևով այդ X-ի վրա եւ դրա հետ միասին ասելով որ քանի որ այսպիսի լավ համաձայնություն եք ունեցել տարիֆները չեն բարձրացնելու են երկրների վրա որ ինքը ասել էր կբարձրացնեմ եթե ինձ հետ չհամաձայնվեք չտեսնված այսօր ասենք թե 21-ին կարելի ասել որ օրը փակվեց բոլորը ուրախացան այդ հարցում հիմա դրանից բացի ինքը խոսած նաեւ հիշում եք այդ Board of Peace նոր ինչ որ խաղաղության հարթակ ասենք թե հա կամ խումբ այդպիսի մի բան է սարքել որը թվում էր թե բոլորին որ սա ՄԱԿ-ի մրցակից ինչ որ բան պիտի դառնա քանի որ ՄԱԿ-ում շատ գալախ-բալախ կա այնտեղ շատերն են վետոներ դնում ես ինքս ինձ եմ սարքում եւ հրավերներ էր ուղարկել տարբեր երկրների որ սրանք միանան միանգամից մի քանի երկիր ասացին չէ հատկապես եվրոպական երկրներ այնտեղ օրինակ Գերմանիան եւ Դանիան եւ այլն որոշները իսկապես մտան ով էր ասելու Սլովենիան պիասեր չէ մտնելու կամ չգիտեմ այնտեղ ով հա դրանք իհարկե գծվեցին մտան Հայաստանը մտավ հրավերներ եկել Ադրբեջանը ավելի առաջ գծվեց այդտեղ հենց Դավոսում եկել էր Եգիպտոսի պրեզիդենտը նա էլ շատ sense ուրախ շատ sense գովեսներով խոսալուց հետո հազար անգամ շնորհակալություն ասելուց հետո իրենց օգնության համար որ ամերիկան տալիս է Եգիպտոսի տարբեր ծրագրերով եւ իսկապես տալիս է չտա երևի Եգիպտոսը սովից կմահանա որտեվ հացի փողը այնտեղ ամերիկանա տալի իհարկե ասաց որ մենք էլ ենք անպայման միանալու ոնց էլ լինի մասնա ամբողջ այս բանի դետալները որ Ռուսաստանը դեռ չնայած ինքը ասաց որ նա էլ է մտնել այդտեղ sense մի տեսակ ես ինչքան նայեցի Ռուսաստանը դեռ պատասխան չի տվել դեռևս իբրև թե քննում են դետալներն են ուզում հասկանան սա ինչ է նշանակում իսկ դետալները իհարկե պարզ չի մենակ մի բան է պարզ որ ի տարբերություն ուրեմն ՄԱԿ-ի ապահովության խորհրդի որտեղ այդ 5 երկրները վետոյի իրավունք ունեն Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա եւ Բրիտանիա եւ այստեղ մենակ ինքն է ունենալու վետոյի իրավունք ոնց որ sense մի հատ բան կա այսինքն դեռ կտեսնենք ոնց է գնում դա շատ բան չեն ասում դրա մասին բայց շատ հետաքրքիր է որ կարծես թե ինքը գոհ է որ հարց տվեցին բլավ եթե ուզում ես այդ դա խաղաղության
բանն է, ասենք հարթակն է, բորդն է, ինչ է կանչել այդտեղ Ռուսաստանին, մարդը պատերազմ անում է սրոպեին, ագրեսիա անում, ասեց դե Տրամպի պատասխանը շատ հետաքրքիր էր, իր բառերով եթե ասեմ, if you put only babies in there, it wouldn't be very much. Մենակ երեխաների կանչես փոքր երկրների, դրա այդ կազմակերպության արժեքը շատ բարձր չի լինի։ Պետք է մեծ երկրներն լինեն մեջը եւ ինքը սկսեց իր նույն լեզվով, ինքը շատ բառապաշար չունի այս հարցում, անդադ powerful, strong leader, sense բաներ է խոսում, շատ պրիմիտիվ ձևով, կարծես բայց համենայն դեպս գաղափարն էր, որ ստեղ եթե մենք խառնենք մեծ պետություններին, դե նա կունենա, ասեցին, բա ինչ մակը, ասեց մակի հետ էլ ենք աշխատում, դեռ աշխատում ենք եւ այլն, բայց ավելի պրեստիժ պիտի լինի եւ ավելի ուզում են գան բոլորը, ոնց որ տգան, որ ինքը բոլորին այնտեղ դիրիժորություն անի, էլի ինքը միայն վետո բանով ունենա, ասի դու կարող ես խոսած, դու չես կարող խոսած, տեսնենք։ Առայժմս որոշ երկրներ ասել են այո, որոշները ասել են ոչ, կամ ասել են դեռ չենք իմանում, տեսնենք ով ինչպես է։ Այս ամբողջի հետ միասին, ուրեմն Լավրովը դուրս եկավ հենց իր աչառից հետո, Պուտինը չէ Լավրովը, եւ ասեց տեսնում եք ասում եմ, Գրիլանդիան ինչքան կարևոր է Ամերիկայի ապահովության համար։ Այդ ձևի էլ Ղրիմը մեր համար է կարևոր։ Պատկերացնում եք, չէ՞։ Ոչ թե ամբողջ Ուկրաինան, ոչ թե որ Ուկրաինան ՆԱՏՕ պետք չմտնի, թե չէ մեր ապահովությունը վատ է։ Ոչ թե Դոնբասը, չգիտեմ ինչ, շատ համեստորեն։ Մենակ Ղրիմը նշեց ինքը, Ղրիմը։ Հավասարության նշան դնելով։ Հիմա իրականության մեջ թվում է թե ինքը ասում է, որ դե թող դա Գրիլանդիան Ամերիկան ուզում է իր ապահովության վերցնի, մեզ էլ թողեք Ուկրաինան, էլի ասենք, կամ գորե Ղրիմը։ Բայց իրականում դա իրանց համար շատ վատ կլինի ստրատեգիական իմաստով, եթե հանգարց մտնի եւ բոլորը իրար չեն ուզում ես, բայց հիմա որևէ ձևով եթե կարելի է մի բան Ամերիկան անի կամ Թրամփը անի, որը ՆԱՏՕ-ն կքանդի, կամ ՆԱՏՕ-ին պատեր ներքին ուրեմն կռիվ կարող է գցի, դա իրանց օգտակար է, այս հասկացողություն են ցուցաբերում, միգուցե նաև support են անում այս գործի մեջ Թրամփին, հա։ Այս էլ էսպես։ Հիմա բնականաբար բոլոր ալիքներով, բոլոր մեկնաբաններով անընդհատ են նայում, թե արդյոք սա ինչ է նշանակում, ինչքան լուրջ բան է, արդյոք այս համաձայնությանը, որ եկել են, սա ինչով է տարբերվելու, այն ինչ որ միջև հիմա կա։ 1951 թվականից Ամերիկային Դանիան տվել է բոլոր իրավունքները Գրինլանդիային, ինչ ուզում ես արա, քանի բազա ուզում ես բաց արա, ինչքան ես ինչ իմանամ զորք ուզում ես բեր, ինչ տեխնիկա ուզում ես դիր, դու ես ինքդ վերջի 15 տարվա մեջ կրճատել քո բազաների թիվը եւ այլ եւ այլն։ Հիմա ավելի ինչ պետք է տա, բացի եթե ասենք թե երկիրը բռնի քեզ նվիրի։ Հիմա եւ հարց տվեցին, եթե այդպես ասում ես, դու ինչ ավելի բան պետք է ունենաս, որ եւ սա եղավ բարի ժամանակ այդ ինտերվյուի ժամանակ, որ դու չունես հիմա արդեն։ Դե Թրամփի բացատրությունն էր, որ դե ոնց որ լիս ենք անում էլի, ոնց որ վարձու վերցած հողի կտոր է, դե ով է հիմա վարձու հողի կտորի համար կռվելու, որ իբրև թե եթե սա մերը լինի, այ մենք դրա համար կկռվենք։ Ուրիշ խոսքով նորից չհասկացավ, որ ամբողջ ՆԱՏՕ-ի գաղափարը էր, որ դու մեկը մյուսի հետ պետք է պաշտպանի իրաց հողը։ Մեկի վրա հարձակումը նշանակում է բոլորի վրա հարձակում եւ դու այո պիտի գնաս եթե հարձակվեր Գրինլանդիայի վրա Դանիային պատկանող Գրինլանդիայի վրա դու պիտի գնաս կռվես դրա համար այս ոնց որ թե իր ասածը որպեսզի մենք Գրինլանդիայի համար կռվենք պետք է տաս մեզ այս բանը իր մեջ բայց ասում եմ մեզ համար որ լավ լինի ձեզ համար էլ լավ կլինի բոլոր ՆԱՏՕ-ի համար security համար լավ կլինի Այս բանը իր մոտ մշակեցին մի քիչ եւ իր Twitter-ում ավելի կազմակերպված ձևով ինքը ասեց, քանի որ այդ վերջի սպիտակտան կոմունիկեի մեջ էլ կար sense ավելի լավ ձևակերպված։ Խոսքով իրան որ մնա մի քիչ ինքը չի կարողանում գաղափարները արտահայտի, վերջի վերջո Մարկոն շատ գործ ունի անը Ռուբիոն էլ այնտեղ բարձա։ Այս էլ Լավրովի եւ
բանի հետ Ռուսաստանի հետաքի մոտեցում է այս հարցին, չէ, որ ամեն ինչ կհամաձայնեն Թրամփի հետ, այնքան ժամանակ որ Թրամփը խառնում է ամբողջ ՆԱՏՕ-ն։ Էդ էլ անցնենք դրա վրայից մի երկու խոսք ասեմ Իրանի մասին, նախքան այնտեղ արդեն բնականաբար ուշ երեկո է, գիշեր է, բայց շատ էլի բախումներով լիքը օր էր։ Արդեն ուրեմն ապստամբությունը լուրջ ամբողջ իր ուժով շարժվում առաջ, այնտեղ մոլոտով կոկտեյլներով, բաներով, ամեն ձևով վառում են, չգիտեմ, այդ IRCG-ի ոստիկանության ուրեմն շենքերը, պահեսները, մարդկանց են ծեծում, կռվում են, ով ինչով կարող է կռվում արդեն, զենք չունեն, բայց կռվում են մեծ զոհերի հաշվին։ Եվ չնայած որ ինչու, որովհետև ոստիկանության բանակից մարդիկ կան, որ անցնում են ուրեմն դիմադրողների կողմը, ռեժիմի թշնամիների կողմը կամ չեն կռվում, կամ пассив են մնում։ Ուրեմն մարդ չի երևում, սկսել են այաթոլլաները IRCG-ն, որը արտաքին ուրեմն նաև հետախուզությունը եւ պարամիլիտարի այսպեսի բաներով էր զբաղված, սկսեց բերել դրսից վարձկան զինվորներ, հա, Սիրիայից, Իրաքից եւ Հեզբոլայի բաների, դրանք որ կռվեն, մոտ 5000 մարդ էին բերել, ասում են, սրանք որ պարսիկ էլ չեն, իրանց սրտով չի ոչ մի բան, իրանք կռվեն, այսպես ասած, այդ գաղափարով։ Սա երկը ջղայնացնում ավելի շատ պարսիկներին, իրանցի ժողովրդին ասենք, որ դիմալ ռեժիմը դրսից մարդ է բերել, սա կլասիկ դավաճանության հարց է, որ դրսից մարդ ես բերում քո ժողովրդի դեմ, հա, այդպես բանի համար անգլիացիները մի հատ թագավորի ունեին, Ջեյմս երկրորդ գլուխը կտրեցին այդ նման բանի համար։ Հիմա ես վստահ եմ, որ այստեղ ձեռներին ինգնի այդ ալեթոլայի գլուխն էլ կփոքեն վրայից, շատ ջղայնա ժողովուրդը եւ համել գիտի, որ ինքը արդեն հետ գնալու տեղ չունի։ Իրան եթե կանգնեց ռեժիմը չի ներելու, այս մեկ։ Բայց եւ միաժամանակ այդ ուրեմն IRCG-ից մեկը որ փախել էր, ասաց որ մարդիկ բոլորը հասկանում են, որ որպես իրենք կարողանան հաղթեն, պետք է որ ամերիկացիները խառնվեն։ Հիմա այստեղ ոչ ոք չի խոսում ցամաքային զորքեր հանել Պարսկաստան, դրա մասին խոսք չկա անգամ, ամբողջ խոսքը որ օդային հարվածներ, ռթիային հարվածներ լինեն, որի մասին արդեն ասել եմ, որ Գոլֆի երկրներից մի քանիսը Պարսից ծովի դեմ են, չէ՞ դրան, բոլորը վինել չեն ուզում այդպես բաների, ինչպես նաև Ռուսաստանը չի ուզում եւ Թուրքիան չի ուզում։ Բայց այնտեղ ոնց որ թե ամերիկացիները երբ որ սկսեցին զորք բերել, օդանավներ բերել, ուզեն չուզեն միտեղ պիտի դնեն, իսկ նրանք չեն ուզում թողնեն իրանց, ուրեմն Կատարը եւ չնայած շիա են իրանք, մեծ մասամբ Սաուդի Արաբիան եւ չեն ուզում օրինակի համար։ Ստիպված Հորդանան են տանում, մեծ ուժերի կուտակում ընդեղ ալինում, մի քիչ կարծեմ Էմիրատներ են գնում, չնայած իրանց շահին էլ չի շատ որ այդտեղ բան լինի, բայց նրանց դրությունը մի քիչ ավելի տարբեր է, շատ չեն կարող մերժեն ամերիկացիներին։ Եվ վերջապես Իսրայելը, որ Նեթանյահուն ասել էր դե անցած շաբաթ մի 10 օր առաջ պետք է հարվածը լիներ, ասել էր պատրաստ չենք, հիմա ոնց որ թե պատրաստ են, արդեն սիգնալ տվեց Թրամփին, որ մենք ոնց որ պատրաստ ենք, պատրաստ ինչի մասն է խոսքը, ոչ թե որ իրենք բավական զինամթերք չունեին, այլ պետք է պատրաստվել մոբիլիզացնել բոլոր տեսակի զորքերին, որոնց եւ արեցին հակաօդային իրենց ուժերը վերա դասավորեցին, այսպես ասած, վերապատրաստեցին եւ իրենց օդային ուժերը իհարկե իրանք են պատրաստվում եթե մասնակցեն հիմա իհարկե այս բոլորը դեռ ոչինչ չի ելնում, նորից եմ ասում, միջև որ այդ ավիակիները չգան, ավիակիներից մեկ էլ չէ, երկուսն են գալիս, ուրեմն բաներ կան Լինքոնը եւ Ռուզվելտը։ Ցածից ամեն մեկը, եթե չեմ սխալվում, 3 սկվադրոն են ասում, սկադրիլ է, հա, օդանավներ ունի, միայն բաներ կործանիչ ռմբակոծիչներ, F-18-ներ եւ այդ F-35-ները։ Այդ դրանից բացի նաեւ բան այնտեղ տարբեր ռադիոլոկացիոն օդանավներ, որ ռազմի օդային ռազմի դաշտն են
ասենք ղեկավարում, էլ իրար բան վարլանյութ փոխանցող հետոթանավներից եւ այլ շատ ուղղաթիռներ, 1000 ուրիշ բաներ, ընդհանուր հաշվով այս երկու ավիակիների վրա մոտ 180 օտանավ կա, հա, թռչող բան կա, որը իհարկե մեծ ուժ է կազմում, արդեն սա լուրջ ուժ է իրանց ներկայացնում, շատ երկրներ այդքան չունեն իրանց ամբողջ օդային բանում ռազմաօդային բանակում ասենք թե համենայն դեպս հիմա երբ որ կհասնեն նոր դրանից հետո կարելի է սպասել որ որևէ բան կարող է լինի կամ չլինի եթե կախված թե ինչ կկատարվի գետնի վրա այսպես ասած ռեժիմը կփախնի դե ռեժիմը կշարունակի վայրենություններ անել թե ինչ կորոշեն այդտեղ ասեմ որ ես իմ կարծիքով ես համաձայնությունը Դավոսում որ եղավ Գրենլանդիայի համար այսպես ասած հա մի քիչ ոնց որ թե Թրամփի ուղեղը այդ որ շեղվել էր դրա վրա մի քիչ հետ բերեց եւ ավելի կարեւոր բաների վրա կենտրոնանա ասեմ որ ինքը չի ուզենա երբեք որևէ բան սկսի որը վստահ չի որ լավ կվերջանա կամ շուտ արագ կվերջանա երկար պատերազմների հեչ հավես չունի Թրամփը ոչ մի դեպքում չի ուզում այդպես բան ուրեմն կարծում եմ որ միջև եկող շաբաթվա կեսեր ամեն ինչ կսկսի պարզվել թե ինչ նպատակություններ որտեղ այդ նավերը ավիակիները կհասնեն Պարսից ծով հիմա միջև այդ ոչ բան չի լինելու լավ էդ էլ այդպես ուրիշ մնացածը կերևա վաղը եւ մյուս օրը այսօր չեմ ուզում շատ երկարացնեմ արդեն ուշ է եւ իմ կարծիքով Վաշինգտոնի ժամանակով առավոտյան արդեն մենք կիմանանք թե ցերեկը ինչեր են կատարվում Դավոսում եւ այդտեղից կերևա Վարդան Վարդանյան Vivi Talks գրվեք մինչեւ հաջորդ հաղորդում